Այսօր բավական հետաքրքիր ռասկլադ ենք անելու ճակատագիր մարդիկ կան կյանքում ինչ-որ դասեր ասկսել չեք հասկանում ինչ-որ անորոշ վիճակները և դուք չեք հասկանում ինչ է դա կապում, ինչ-որ մեկի մոտ ֆորտունան կարող է կանգ առնել, ինչ-որ մարդկանց ընտանիքում անհասկանալի անորոշ վիճակ է ֆինանսներում, այս տեղաներում և այլը, հա։ Եվ այսպես, այստեղ հարցում եք ճակատագիր, թե կարմա, ինչու հենց քո կյանքում, ինչ է դա կապ ունի։ Եվ ես ասում եմ կանխատեսման առաջ երկու քարտերը եկեք նայենք։ Եվ արդյոք եկեք հարցնենք դա ճակատագրի թե կարմայի հետ կապ ունի, որպեսզի դուք հասկանաք պատճառը, հա։ Այստեղ։ Ասենք առաջի քարտը ուրեմն սրտի 6-ն է, մենք այստեղ ինչ ենք տեսնում։ Ովքեր նվագում են, այնտեղ պարում են, սրտի 6-ը ձեր անցյալի հետ կապ ունի, հիշողությունների հետ կապ ունի, հին ընկերների եւ այն հոգեվոր ներդաշնակության քարտն է, որից սկսվում է ամեն ինչ։ Սա ձեր անցյալի հետ կապ ունի, անցյալ գործողությունների հետ, որը դուք մինչեւ հիմա միգուցե դեռ 9-րդ ցիկլը ձեր սխալները չեք ուղղել, ապրում եք անցյալով, գործողությունները, որ արել եք անցյալում եւ հա, մինչեւ այսօր չեք մոռացել դրա հետ կապ ունի։ Երկրորդ քարտը բամբասանքների ինքներդ եք տեսնում։ Միգուցե ուրիշի, հա, այնինչ դες չի վերաբերում ապրել ուրիշի կյանքով, բամբասելով, ոչ գաղտնի հանդիպումներով, այստեղ նաեւ մարմնավաճառության մասին է խոսքը, որ դուք միգուցե համարտանց համար սխալ քայլեր եք արել կապված մարմնավաճառների հետ, միգուցե հանդիպումներ, որը չպետք է անեք, կամ ինչ-որ խոսակցություններ, բամբասանքներ, հա։ Այս քարտը նաև միգուցե մեծ ջանքեր եք գործադրել այլ մարդկանց հետ, ձեր մտքերն եք ձևավորել, արտահայտել այն, ինչ իրականության հետ կապ չունի։ Դա կարող է լինել ձեր անցյալի կոլեգան, դա, հա, անցյալ գործողություններ, որոնք կարող են ունենալ այսօրվա դրությամբ հետևանքներ։ Ես տեսնենք վերջի քարտը, շատ հետաքրքիր կլինի տեսնենք դա կարմայի հետևանք։ Տեսնում եք, սա բոցի կարմայական հանգույցն է ձեր, այո։ Սա ամենաառեղծվածային քարտն է, այս լույսնյակ գիշերն ու դժվարին ճանապարհը, որի միջով դուք պետք է անցնեք։ Ուշ թե շուտ միգուցե ինչ-որ մարդու հետ կարող է կապված լինել 18 թվի հետ, ով ծնվել է 18 թվականի ներքո, ում երազները կատարվում են, կամ գաղտնի հանդիպումների հետ, ում խաբել եք, միգուցե ում օգտագործել եք, հա, այսպիսի մարդկանց հետ խաղերը բնական է, պետք է ձեր մոտ սա լիներ, կամ գործողություններ ա եղել, գաղտնի հանդիպումներ ա եղել, գաղտնի գործողություններ, մագիա եք արել, ժերտվա եք ել, տարբեր բաների հետ սա կապ ունի, խոսքի ձեր պարտներին, հա, որպեսզի իր կողքին լինեք, կամ օգտագործել եք նրա ռեսուրսները։ Իհարկե այստեղ բավականին դժվարին ճանապարհ ունեք դուք անցնելու, սա հարցում ենք, հա, արդյոք սա կարմայի աշխատելու հետևանք է, թե պարզապես փորձություն լույսին հասնելուց առաջ։ Իհարկե այո, դուք կարմայի եք աշխատել եւ այստեղ երկար ճանապարհ ունեք անցնելու, անցնելուց առաջ, գործողություններ անելուց առաջ, դուք գրեր անելուց առաջ, որ իրավունքները դուք չեք ունեցել, բայց ինչ եք ուզում։ Այսքանը։